Այո։ Թե մենք լրագրողները ստինավարությունը երկար ժամանակից վրան այստեղ տեղադրված է, անընդհատ ասում ենք արցախցիների պայքարը, արցախցիների վրանը, եւ այս ամեն ինչը մի տեսակ ներկայացում է որպես արցախցիների համընդհանուր բողոքի ակցիա եւ համընդհանուր պահանջատիրության հարց, արդյոք այս ամեն ինչով արցախցիները բավարարվում են եւ մի քիչ ակնկալիքները շատ են, էլի, ընդհանուր մինչեւ իշխանափոխության պահանջ ակնկալվում արցախցիներից, իմաստացում է, որ մեկ-երկու պահանջ սոցիալական բավարարելու խոստում տալով արցախցիները հետ քայլում։ Ես կուզենամ նշել, որ մենք ի սկզբանե հայտնել ենք խորհրդի դիրքորոշումը, մնացած մյուս 11 կետերի վերաբերյալ մենք շարունակելու ենք մեր պայքարը, ընդհանուր համաձայնության եզրեր են գտել, քանի որ արցախցիներն ունեն այսօր հրատապ խնդիրներ, բոլորիս համար դա ակնհայտ է եւ այս մասով ընդառաջ են գնացել, որպեսզի արցախցիները ամեն ինչ անենք, որ մեր հայրենակիցները դրսում չմնան եւ միևնույն ժամանակ չարտագաղթեն։ Իսկ ինչ վերաբերում է պայքարելուն, խորհուրդը իր դիրքորոշումը չի փոխել այս մասով։ Խոսք գնաց իշխանափոխության մասին, կուզեմ հետեւյալն ասեմ, շատ ուղիղ, իշխանությունը ձևավորվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից, ճիշտ է։ Եվ այս մասով կարծում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները իրենց դիրքորոշումը պետք է առավել ակտիվ հայտնեն։ Եվս Հայաստանի Հանրապետության, բայց դուք գիտեք իշխանությունների կողմից ինչպիսի անջրպետ է մտցնվում, հատկապես այս մեկ ամսվա ընթացքում ուզում եմ նշել, որ բազմաթիվ կեղտոտ քարոզություն է տարվել արցախցիների մասով, որ արցախցիները եկել են իշխանափոխություն են պատրաստում անել, չգիտեմ, նմանատիպ քայլեր վստահ եմ դուք էլ տեղյակ եք, այդ մասով չէի ցանկանա մտնել այդ դաշտ եւ պետք է խնդրեմ, որ խոսենք միայն օրակարգի